Մրցաշրջանի առաջին հատվածի ամբողջ ընթացքում թիմը կայուն արդյունքներ է գրանցել։ Հաղթանակներ եւ որն ամենակարևորն է մրցաշարային աղյուսակում մենք առաջին տեղում ենք։ Այդուհանդերձ որոշ դեպքերում խաղային կայունության հետ խնդիրների ենք հանդիպում։ Ինչպես կարելի է սա բացատրել։ Կարծում եմ թիմը ցուցաբերել է կայունություն առաջնության ընթացքում եւ այո, դրա շնորհիվ էլ առաջին տեղում ենք, բայց ճիշտ է, որ եղել են դեպքեր, երբ մենք որոշակի դժվարությունների ենք բախվել։ Սրանք հենց այն գործոններն են, որոնց վրա մենք պետք է աշխատենք, քանի որ նման խաղերում մեզ անհրաժեշտ է, որ թիմը հետևի նույն սկզբունքներին, ինչպես դա անում է կարևոր եւ ուժեղ մրցակիցների հետ խաղերում, ինքնատիրապետում եւ կենտրոնացում։ Բոլոր մրցակիցներն էլ ունեն իրենց ուրույն եւ յուրահատուկ որակներն ու մարտավարությունը։ Եղել են դեպքեր, երբ ուժեղ թիմերի հետ մենք առաջինն ենք ունեցել իրական գոլային հնարավորություններ, բայց ավարտին այն հասցնել չենք կարողացել։ Իսկ դա կարող էր վստահություն տալ։ Երբ դա տեղի չի ունենում, մրցակիցն է վստահություն ձեռք բերում։ Այնուհետև նրանք հարմարվում են մեր մարտավարությանը, պաշտպանվում ավելի ուշադիր, ավելի մոտ սեփական տուգանային հրապարակին, իսկ մեզ համար ամեն ինչ դառնում է կրկնակի ավելի դժվար։ Սա ակնհայտորեն այն է, ինչ մենք պետք է բարելավենք։ Սա պատահականություն չէ, դա այն է, ինչի միջով մենք հիմա անցնում ենք։ Մենք մոտեցումներ ենք մշակում մրցաշրջանի երկրորդ մասի համար, հատկապես այն իրավիճակների, երբ մրցակիցը շատ խորն է պաշտպանվում։ Մենք պետք է գտնենք եղանակներ նրանց թիկունքում ազատ գոտիներ ստանալու համար։ Կաշխատենք լուծումների վրա, որ նման խնդիրների ավելի քիչ բախվենք։ Վստահ եմ այս ամիսների ընթացքում, ինչ աշխատում եք Հայաստանում, հասցրել եք ընդհանուր կարծիք ձևավորել տեղական լիգայի, մրցակից ակումբների ու առհասարակ հայկական ֆուտբոլի մասին։ Որքանով է այն տարբերվում ձեր նախնական պատկերացումներից։ Ամենահեշտ հարցը չէ, որին կարող եմ պատասխանել, սակայն Հայաստանում վստահ եմ նման հարցերի կարևորություն տալիս են։ Հաճախ երբ ապրում ենք որևէ տեղ, չենք գնահատում այն, ինչ ունենք, ու այն, ինչ կա մեր ձեռքի տակ։ Նայելով տեղի առաջնությանը դրսից ես բացարձակ այլ կարծիք ունեի նրա մասին։ Ես կարծում եի այստեղ մրցակցությունը փոքր-ինչ թույլ է, սակայն հիմա հասկանում եմ, որ դա այդպես չէ։ Իսկ թե ինչու տեղի առաջնությունը թույլ չէ, ես կարող եմ պարզաբանել 4-5 կետերում։ Օրինակ, մենք խաղում ենք հիմնականում մրցակիցների հետ, որոնք ֆիզիկապես լավ պատրաստված ու արագ ֆուտբոլիստներ ունեն իրենց կազմում։ Նման ֆուտբոլիստների դու պարտավոր ես մշտապես հսկել։ Հակառակ դեպքում նրանք կարող են վտանգ ներկայացնել, երբ խաղն ավելի բաց բնույթ ստանա։ Այս հանգամանքն իմանալով հարկավոր է ունենալ լավ կազմակերպված պաշտպանություն, եւ այդ որակը կա գրեթե բոլոր թիմերում։ Լինի ակումբ, որը գտնվում է վերջին հորիզոնականում, թե ակումբ առաջատարների շարքից, բոլորի կազմում կան լավ որակներ ունեցող խաղացողներ, արագ, ուժեղ ու վտանգավոր, եւ դա շատ կարեւոր գործոն է։ Երկրորդ կարեւոր կետը դա այն է, որ ֆիզիկապես լավ պատրաստված ֆուտբոլիստներից զատ թիմերում շատ են նաեւ տեխնիկապես լավ պատրաստվածների թիվը, բայց հայկական ակումբային ֆուտբոլի որպես առանձնահատկություն ես կընդգծեի էմոցիոնալ կողմը։ Խաղը էմոցիոնալ կողմ ունի եւ այդ էլեմենտը չափազանց կարեւոր է Հայաստանում։ Նա, ով կարողանա հանգստություն ու ինքնատիրապետում ցուցաբերել, նա էլ ավելի շատ ճիշտ որոշումներ կկայացնի, իսկ լավ որոշումներն օգնում են հաղթել խաղերում։ Հենց այս գործոնի շնորհիվ էլ մենք կարողանում ենք գրանցել այս հաղթանակները։ Մենք տարբեր բարդ իրավիճակներում պահպանում ենք մեր բնավորությունը, չենք հրաժարվում մեր ինքնությունից։ Լիգան առանձնահատուկ են դարձնում հենց նման գործոնները։ Մեր դեպքում շատ կարևոր էր, որ ակումբի կազմակերպչական մակարդակն այնպիսին է, որ թույլ է տալիս թիմի կորիզը պահել, հնարավորություն ընձեռելով ֆուտբոլիստների հետ աշխատել, բերելով սեփական նոր մտքերն ու գաղափարները եւ տեսնել, որ այդ փոփոխություններին թիմը պատրաստ է։ Մեր ակումբում ունենք այդ աջակցությունը։ Կան տղաներ, որոնք հիանալի գիտեն ներքին առաջնությունը, ինչպես նաև հասկանում են այն կապը, որը կա ազգային հավաքականի հետ։ Այդ միջավայրը մենք շատ ենք կարևորում ու պատրաստ ենք միայն աջակցելու։ Ակումբի ներսում առկա այդ կառուցողական միջավայրը թույլ է տալիս մեզ աշխատելու ազատ, իսկ դա մեզ տալիս է կարևոր առավելություն։ Տեղի լիգան կարող է ավելի զարգանալ, եթե ակումբներն իրենց ներդրումները մեծացնեն, իսկ մինչ դա տեղի ունենա, մեր հերթին մենք էլ պետք է կրենք այն պատասխանատվությունը, որի տակ ստորագրել ենք, զարգացնելու այն, ինչ ունենք այս պահին։ Քանի որ երբ ստանձնում ես որևէ թիմ կառուցելու պատասխանատվություն, դու պարզապես թիմ չես ձևավորում, որը միավորում է տարբեր ազգերի ներկայացուցիչների, ոչ, դու ձևավորում ես կուռ հաղթանակի ձգտում ունեցող պայքարի պատրաստ անձնակազմ։ Ինձ համար անուններ ու ազգեր գոյություն չունեն դաշտում։ Գոյություն ունեն խաղացողներ, որոնք ընդունում են որոշումներ ու գործում։ Այդ հարցում հաջողության համար շատ կարևոր է ժամանակը, քանի որ մի քանի ամիսը բավարար չէ միջանձնային կապ ստեղծելու ու այն ամրապնդելու համար։ Կարծում եմ որոշումներ կայացնող մարդիկ պետք է դրա հետ հաշվի նստեն։ Առաջ գնալու ու պայքարելու ունակ թիմ ձևավորելը ժամանակ է պահանջում, քանի որ թիմը կարիք ունի գաղափարների ու դրանց ճիշտ կիրառման օրինակների։ Տեղի լիգան կզարգանա այնքան ժամանակ, որքան այն կշարժվի ճիշտ ուղղությամբ, ավելի շատ ակումբներ, մրցակցություն եւ բյուջեների մեծացում։ Ու վերջապես զարգանալու համար հաճախ մենք պետք է նայենք դեպի ներս, հիշենք թե ինչ ունենք ու աշխատենք առկա կադրերի հետ, անկախ նրանից, թե ինչ կարող ենք ակնկալել դրսից։
Ֆուտբոլիստներն ունեն մեր ժամանակի վստահության ու աջակցության կարիքն աճելու ու առաջ գնալու համար։ Հետխաղի ասուլիսներից մեկի ժամանակ դուք խոսեցիք հայ ֆուտբոլիստներին խաղաժամանակ տալու կարևորության մասին։ Այդ առումով Արարատ Արմենիան տարբերվում է շատերից, քանի որ որոշ խաղերի մեկնարկային կազմերում տեսնում ենք 5, մինչև անգամ 7 տեղացի ֆուտբոլիստի։ Հայաստանում աշխատող շատ մարզիչների համար հայ ֆուտբոլիստների շուրջ թիմի կորիզի կառուցումը եղել է պրոբլեմատիկ։ Ինչպես է ստացվում դա ձեզ մոտ։ Ինձ շատ հեշտ է հասկանալ, թե ինչ է հարկավոր ֆուտբոլիստին կատարելագործվելու համար։ Առաջին իսկ հանդիպումների ընթացքում ես խոսել եմ այդ մասին բոլորի հետ։ Նկատի ունեմ խոսել եմ բոլորի հետ ու ոչ միայն հայ ֆուտբոլիստների հետ։ Ֆուտբոլում կարևոր է ինտենսիվությունը։ Դրա առկայությունը շատ էական է։ Ինտենսիվության մասին երբ մենք խոսում ենք, հաճախ մարդկանց մեծ մասը հասկանում է ֆիզիկական ինտենսիվությունը միայն, բայց դա միայն ֆիզիկական գործոն չէ։ Որքան արագ ես դու կայացնում որոշումներ, որքան արագ ես այս կամ այն դրվագում կարողանում խաղ վերադառնալ։ Խաղային իրավիճակի փոխվելուն զուգահեռ մեկ այլ իրավիճակի ադապտանալն ամենակարևորն է ինձ համար։ Եթե խոսում ենք հայ ֆուտբոլիստների մասին, ապա որքան հիշում եք Արարատ Արմենիայի վերջին խաղերը, նրանք իրենց տեխնիկապես շատ լավ կողմերով են դրսևորել, բայց տեխնիկապես լավ լինելը բավարար չէ ֆուտբոլիստի լավ կարիերա ունենալու համար։ Ընդհանրապես, մեր խաղերի ընթացքում դաշտ ենք դուրս բերում 5-6 հայ ֆուտբոլիստի։ Ես չեմ տարանջատում նրանց մյուսներից։ Նրանք պարզապես լավ են աշխատել շաբաթվա ընթացքում, դրսևորել իրենց լավագույն կողմերով, հասկացել այն գաղափարներն ու մարտավարությունը, որը մենք ցանկանում ենք կիրառել մեր գալիք խաղերում։ Ես խոսել եմ այդ մասին ակումբի սպորտային տնօրեն Ռաֆայել Բրակալի, ինչպես նաև գլխավոր տնօրեն Պողոս Գալստյանի հետ, ընդգծելով ֆուտբոլիստների համար պարտադիր հստակ չափորոշիչների մասին, ինչպես օրինակ նվիրումը թիմին, սովորելու ցանկությունը խաղալ ու հաղթել, ինչպես նաև աշխատանքի ինտենսիվությունը։ Նրանք, ովքեր խաղում են, սա արագ յուրացրել են ու դա գործում է բոլորի դեպքում, այդ թվում եւ նորեկների։ Այդ չափորոշիչներով մենք մարզվում ենք ու խաղում, եւ դա ստեղծում է կայուն ու առողջ ներքին մրցակցություն, իսկ դա մեզ դարձնում է ավելի լավը։ Սակայն դա իր հերթին ավելի բարդացնում է մեկնարկային կազմի ընտրությունը։ Որոշ դեպքերում մենք կասկածներ ենք ունենում, թե ով պետք է զբաղեցնի այս կամ այն դիրքը։ Ներքին մրցակցությունը բարձր է, բոլորը ցանկանում են պայքարել իրենց տեղի համար։ Մեկ այլ խնդիր է, թե ինչպես օգտագործել այս կամ այն խաղացողին բնորոշ լավ որակները։ Ամեն ֆուտբոլիստ ունի իր յուրահատուկ որակը, եւ նման դեպքերում հարցը, որը ինքս ինձ տալիս եմ, հետեւյալն է. ինչպես այն կիրառեմ իմ համակարգում, ինչպես այն հարմարեցնեմ իմ ոճին։ Ֆուտբոլիստները նույնպես մեզ հետ շփվում են ու պետք է կարողանանք հասկանալ նրանց տված ազդանշանները։ Մարզչի խաղային ձեռագրի հետ ադապտացիան շատ կարևոր է։ Կարևոր է հարմարվելը հանդերձարանին։ Կայուն կապի պահպանումը մյուս խաղընկերների հետ նույնպես կարևոր է։ Կարծում եմ, որ բոլոր նրանք, ովքեր այս մեխանիզմն արագ են հասկանում ու որպես փորձառու օգնում են փոխանցել դրանք մյուսներին, թույլ է տալիս բոլորին ավելի հեշտ ինտեգրվելու թիմ։ Բոլորը, հատկապես նրանք, ովքեր արտերկրից գալիս են նոր թիմ, այն էլ նոր մարզչի գլխավորությամբ աշխատելու, կարիք ունեն ժամանակի հարմարվելու համար։ Սակայն կան մարզիկներ, որոնք կարող են կարճ ժամանակահատվածում հարմարվելու հետ խնդիրներ ունենալ։ Դա դատավճիռ չէ, նրանք կարող են աչքի ընկնել հաջորդ ամիսների ընթացքում, ոչինչ բացառված չէ։ Մեկ բան միանշանակ է. ով մարզվում է, ով հարմարվում է մարզումային ծրագրին ավելի լավ, ով լավագույնս է պատրաստվում խաղին, հաղթելու եւ թիմին օգնելու ցանկություն ունի, նա էլ խաղալու է։ Դա սկզբունք է, որը ես երբեք չեմ խախտի։ Ինչպես է թիմը պատրաստվում մրցաշրջանի երկրորդ հատվածին։ Կարող եք մի փոքր պատմել հնարավոր փոփոխությունների ու գալիք ուսումնամարզական հավաքի մասին։ Մենք հստակ պատկերացում ունենք, թե ինչ ենք ցանկանում անել։ Խոսքը այստեղ ոչ միայն այն մասին է, թե ինչ է մեզ մոտ ստացվում, այլև այն գործոնների, որտեղ կարիք կա շտկումների։ Տրանսֆերային պատուհանի ընթացքում ինձ համար շատ կարևոր է, որ ցույց տանք մեզ հետ ճանապարհ անցած ֆուտբոլիստներին, որ ցանկանում ենք շարունակել նրանց հետ աշխատել։ Կային խաղացողներ, որոնց հետ պայմանագրերը մինչև տարվա վերջ դրանում էր, եւ ակումբն արդեն նախաձեռնողականություն է դրսևորել ու սկսել դրանց թարմացման գործընթացը։ Այնպես որ նրանց հետ մենք շարունակելու ենք մեր ճանապարհը։ Երկրորդը, որ կցանկանայի ընդգծել, դա այն է, որ պետք է աշխատենք ավելի լավ մեր հիմնական մրցակիցներին ճանաչելու առումով։ Մրցաշրջանի երկրորդ հատվածը տարբերվելու է եւ նա, ով ավելի լավ կանցկացնի նախապատրաստական շրջանը, նա էլ կկարողանա անակնկալներ մատուցել։ Հունվարին, երբ մենք վերադառնանք, չպետք է ընկալվի, թե մենք հանգստից ենք հետ դարձել։ Ոչ, մրցաշրջանն ընթացքի մեջ է ու հետ ենք գալիս կռվելու, պայքարելու։ Անելու ենք դա ավելի լավ, քան մրցաշրջանի առաջին ամիսների ընթացքում։ Այդ առումով էական նշանակություն ունի, որ ֆուտբոլիստներն այս դադարի ժամանակ շարունակեն անհատական ծրագրերով ճիշտ մարզվել, մնալու համար ուժեղ ու կենտրոնացած իրենց նպատակների վրա։ Նախապատրաստական փուլը շատ պարզ ծրագրով է ընթանալու։ Էլ ավելի լավացնել մեր լավ կողմերը, շտկել խնդրահարույց դրվագները։ Աշխատել այնքան, որ դրանք այլևս չկրկնվեն։ Պետք է ավելի լավ աշխատենք պաշտպանվելիս։ Իրականում մենք լավ տեսք ունենք պաշտպանության
նախաձեռնությունում ու մրցակիցներին թույլ չենք տալիս շատ պահեր ստեղծել, սակայն դեպքեր են լինում, որոնք որպես ահազանգ եմ ես ընկալում։ Կենտրոնացման կորուստ, մրցակցի ստանդարտ իրավիճակները, խաղացողների միջև շփման բացակայությունը որոշ դեպքերում եւ այլն, սրանք պահեր են, որոնք պետք է շտկենք։ Մեկ այլ խնդիր է հնարավոր ճնշումը, որը կլինի մեզ վրա։ Մենք այս հատվածն առաջնության ավարտում ենք առաջին տեղում եւ վերադառնալիս լինելու է այդ ճնշումը պահել առաջին հորիզոնականը։ Ինչ պետք է մեզնից պահանջենք, նույն ինչ աշնանային հատվածում, թե պետք է փորձենք ավելին։ Հարկավոր է հոգեբանորեն ավելի պատրաստ գտնվել այդ ճնշմանը, երբ ժամանակը գա։ Պետք է նաև աշխատենք պահպանել կայունությունն ամբողջ հանդիպման ընթացքում։ Հաճախ խոսում ենք գրողները եզրափակելու մասին։ Ստեղծում ենք բազմաթիվ պահեր, սակայն տոկոսային հարաբերակցությանը եթե նայենք, մենք շատ իրական պահեր իրենց տրամաբանական ավարտին չենք հասցնում։ Սա նշում եմ այն դեպքում, երբ մենք ամենաշատ գոլեր խփած ակումբն ենք առաջնությունում։ Առջևում խաղը եթե բալանսավորենք, կարծում եմ ավելի շատ գոլեր կկարողանանք խփել։ Նախորդ մրցաշրջանի հետ համեմատությամբ, երբ Արարատ Արմենիայում գոլերի հեղինակներ դառնում էին առանձին մի քանի ֆուտբոլիստներ, այս մրցաշրջանում այլ կերպ է դասավորվում։ Այդպես ընթացավ հենց սկզբից ու հիմա հարձակվողական գործողություններում կարծես թե ներգրավված են բոլորը՝ պաշտպանները, վինգերները, կիսապաշտպանները։ Մեր դեպքում առանձին մեկը չի խփել 13 գոլ, այլ ամբողջ թիմը։ Ստացվում է մենք աշխատում ենք որպես կոլեկտիվ։ Ֆուտբոլում կարևորը առանձին խաղացողի շնորհիվ 1-2 խաղ հաղթելը չէ։ Այս խաղում կարևորը թիմային վերջնական արդյունքն է ու տիտղոսը։ Իհարկե լավ հարձակվող ունենալը լավ է, սակայն նմաններին դժվար է գտնելու բերել։ Տրանսֆերային պատուանի բացվելուն պես կսկսենք ուսումնասիրել, թե ինչ է հարկավոր անել։ Ունենք խաղացողներ, որոնք քիչ ժամանակ են ստացել ու ցանկանում են իրենց կարիերայում նոր մարտահրավերներ։ Կրկնում եմ նախորդ միտքս, մենք կարևորում ենք ֆուտբոլիստներին, որոնց հետ ճանապարհ ենք անցել ու շարունակելու ենք այդ ուղին։ Միաժամանակ եթե ունենանք նորեկներ, ապա նրանք իրենց հետ պետք է բերեն որակ, փորձ, իսկ դրա հետ մեկտեղ լինեն դրական, ազնիվ, նվիրված ու ունենան իրական ցանկություն ներգրավվելու ակումբի կազմ, հնարավորինս կարճ ժամանակահատվածում։ Եթե իմ ցանկության մասին խոսենք, ապա կուզենայի, որ 1-2 շատ որակյալ եւ փորձառու նորեկներ ունենայինք, որոնք իրապես կհամապատասխանային իմ ասած բոլոր կետերին։ Հիմա արդեն ուսումնամարզական հավաքի մասին։ Առաջին 2 շաբաթների ընթացքում կմտնենք մարզումային ցիկլի մեջ։ Փորձելու ենք արագ վերգտնել ֆիզիկական մարզավիճակը, միաժամանակ հավաքի ընթացքում կանցկացնենք ընկերական հանդիպումներ։ Նման խաղերը շատ կարևոր են ֆուտբոլիստների զարգացման տեսանկյունից։ Գիտեք, երբ թիմն իր պոտենցիալը պատկերացնում է, շատ ավելի հեշտ է լրացնել ավելի լավը դառնալու բացերը։ Այդ ճանապարհին ընկերական խաղերը խնդիրները լուծելու մեթոդոլոգիայի մաս են կազմում։ Այդ կերպ մենք պետք է պատրաստվենք առաջնության գալիք 12 խաղերին, քանի որ խաղալու ենք ուժեղ մրցակիցների հետ, իսկ դա եւս մեկ պատճառ է յուրաքանչյուր նման խաղից հետո փորձելու ավելի արագ վերականգնվել։ Սկսվելու է նաև գավաթի խաղարկությունը եւ փաստացի այդ խաղերը բաշխվելու են ընդամենը 3 ամիսների վրա։ Միայն 3 ամիս խաղային խիտ գրաֆիկ ու ել ավելի քիչ ժամանակ այդ հանդիպումների արանքում ավելի լավ վերականգնվելու համար։ Այնպես որ շատ կարևոր է թե ինչպես կընթանա ուսումնամարզական հավաքը, որից հետո պետք է վերադառնանք պատրաստ մրցելու։ Ամենակարևորը, որ պահպանենք գործընթացների սահունությունը, պարզությունն ու անենք մեր գործը ճիշտ։ Ահա թե ինչպես եմ այս ամենը ես տեսնում։